Երևանի ամենահին կինոթատրոնը Նայիրին 1920-ից 50-ականներին գործում էր Ամիրյան փողոցում եւ երևանցիների սիրելի ժամանցի վայրերից էր։ 1952-ից գործունեությունը շարունակվել է Մաշտոցի Սահակյան խաչմերուկում գտնվող Տուֆակերտ շենքում։ Մի քանի տարվա ընդմիջումից նորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Նայիրի կինոթատրոնը վերաբացվել է, կինոսերին կրկին հնարավորություն տալով մեծ էկրանին դիտելու դասական ու ժամանակակից կինոյի գլուխգործոցները։ Աշխարհը չի կանգնում նույնտեղ, չի դոփում եւ նոր տեխնոլոգիաներ են մտնում, բայց մենք ոնց որ համատեղել ենք այստեղ այդ նոր տեխնոլոգիաները, այդ նոր հնարավորությունները մեր հին սիրված Նայիրի դասական, այսպես ասած, դիզայնի եւ դասական իր ոճի մեջ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալն ընդգծում է, Նայիրի կինոթատրոնը զավթված մշակութային կենտրոններից է եղել, որը երկար տարիներ չի ծառայել իր նպատակին։ Կառավարության որոշմամբ այն վերադարձվել է ժողովրդին։ Շատ կարևոր է, որ մենք պետությունը կարողանա այնպիսի դաշտ օրենսդրական եւ հոգեբանական նույնպես դաշտ ձևավորել, որպեսզի մասնավորը կարողանա այդպիսի նախագծեր իրականացնել մեր երկրում։ Եվ սա հենց այդ վառ օրինակներից մեկն է։ Բնականաբար մենք ցանկացած ուրեմն առաջարկությամբ, ցանկացած աջակցությամբ մենք կօգնենք կինո Նայիրի գործունեությունը ուրեմն ել ավելի զարգացնելու համար, ասենք դրամաշնորհային ծրագրերով կարող ենք մենք աջակցել, կարող ենք մենք կինոյի ուրեմն դիտումների եւ այլ միջոցառումներ կազմակերպելու, այդ միտումը կա, այդ ցանկությունը կա եւ կարծում եմ մենք կհամագործակցենք դեռևս։ Կինոթատրոնն արդեն բնականon գործում է, ունի տեխնիկապես վերազինված դահլիճ 195 հանդիսատեսի համար, զուգահեռ տարածքում արդիականացման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով 2 դահլիճ ենք նախապատրաստում, որոնք ավելի փոքր են լինելու եւ հիմա այդ աշխատանքները տարվում են։ Փորձել ենք էրգոնոմիկ այդ պահանջները պահել, ինչպես VIP դահլիճներում են աշխարհում պահում, որպեսզի նստարաններ լինեն հեռու իրարից, որպեսզի հարմարավետ լինեն, մարդը կարողանա շատ երկար նստի, դիտի այդ ֆիլմերը, այդ չհոգնի այդ նստատեղը զբաղեցնելով եւ հաշվի առնենք այդ ամեն ինչը եւ կարծում եմ մարդիկ դա գնահատում են։ Իդեպ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ Նայիրի կինոթատրոնի շենքն ընդգրկվել է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան եւ Սեյրան Անտոնյան, լուրեր։